Երեք տեղի ունեցած խազեր մրցանակաբաշխության ընթացքում երգչուհի Սոնա Ռուբենյանը ստացավ 2 մրցանակ։ Այս դեպքում դրանցից մեկը տարվա երգն էր, մյուսը տարվա տեսահոլովակ։ Վարդավառը գալիս է և ճանապարհեցիր ինձ տուն։ Երգերն ու տեսահոլովակները արժանացան այս մրցանակին։ Երգչուհին ինստագրամյան հարթակում հրապարակում է արել այդպիսով շնորհակալություն հայտնելով. «Անչափ շնորհակալ եմ Ազգային երաժշտական ակադեմիային այս բարձր գնահատականի համար, խազեր, շնորհակալություն նաև բոլոր քվեարկողներին ձեր վստահության ու սիրո համար։ Տարվա երգ և տարվա տեսահոլովակ, դեռ չեմ կարողանում ամբողջությամբ հավատալ այս ամենին, սա մեծ պատասխանատվություն է ու ավելի մեծ մոտիվացիա շարունակելու ստեղծել»։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը խազերի բեմում հիանալի ելույթ ունեցավ, թե իսկ նրա ելույթի ավարտին նրա դուստրը փոքրիկ Մարին ծաղիկները ձեռքին բարձրացավ բեմ և մայրիկին նվիրեց։ Դահլիճը, այդ թվում Սոնա Ռուբենյանը հուզվել էին փոքրիկ Մարիի գեղեցիկ անակնկալից։ Այս տարի դուք պետք է նոմինացված լինեիք, ասեմ, որ ըստ իսել ես մինիմում 10 տարիա Հայաստանի Եվրատեսիլում ես պետք է ներկայացնեմ։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը, որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին, Վարդավառին։ Դա ինչ մի տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձ այդ շատ ոչ մեկ թող չսիրի, Արտուր Մանուկյանին ևս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից, ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդար է։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա, սիրված արվեստագետի սինդրոմով Սոնան ինչ անվանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որտեղ բոլորը սիրում են Սոնային։ Բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, հասկանում եք, սա պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Ես ինքը հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ, ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգը չէի լսել, որովհետև չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, կմտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի նոր գնահատականներ տալ, բայց քանի որ հրաժարվել էի քվեարկության համաշխարհներից, իսկ երգի անունը չէի լսել։ Ստանում է տարվա երգ։ Արամե Դիլիթ չեն ստանում տարվա երգ։ Լուրջ եք ասում 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երգը տարվա երգ չի, ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երգն էր հնչում ու մինչև այսօր հնչում է։ 3 հարսանիքին, այդ հարսանիքի մասնակցում այդ երգը Մեքսիկոյում հնչում էր, տարվա երգ չի ինքը։ Չգիտեմ։ Արամ MP3-ին ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին, վաու, ինչ է արել երգարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ։ Քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում են։ Բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետ վերադարձից վիտամինի թիմ երգարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երգիչը պետք է լիներ Արամեն։ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ Արժանի մեկին, Բրունետին, ու Բրունետը դահլիճում չի,
Դա լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը երկու երես ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ բրունետը չկար եւ բրունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ պարզաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարգառուն ներկայացուցիչների չի կարող հասկանում եք շոու բիզնեսի բիզնեսա չէ շոու եւ բիզնես Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոուя ու շոու բիզնեսա Արմենչիկը Սարոն Մարտին Մկրտչյանը լիքը անուններ կարող եմ տալ նրանք բոլորը ինչ որ կերպ պետք է ընկերպված լինեն տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է, այսինքն բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսն այնց չի էլի, որ ամերիկյանական, գոնե ավստրիական, փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետեւյալը։ Մենք էլի ունեցանք ձևի եւ բովանդակության անհամատեղելիություն։ Ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ առանց բովանդակության։ Չկար բովանդակություն, որովհետեւ անկենթան էր։ Առանց վերցած դրսևորումներում մրցանակահանդիպները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար բարել, չգիտեմ, անկենթան էր։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող սխալներով, հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ելի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին է խոսքը։